կերակրատ տեսակներից մեկը երևի թե սպաս է եղել, քանի որ գարունը նոր, այս բուսնում է ամեն ինչը եւ բոլոր այն բլյուդաները, որոնք որ կան մեր եւ հայկական իմ կարծիքով հայերն ու ասորները մի ծառի արմատներ են եւ միշտ եկել են պատմությունով մինչ առ այսօր իրար հետ դժվարություններ կրելով շրջապատված այդպիսի երկրներով, որ միշտ եղել են տուժված ու շատ չկա այդպիսի, ասենք, տարբերությունները, նմանություններն ավելի շատ են գերատեսակների մեջ։ Լավ, ուրեմն փաստորեն Էլի ժամը 12-ին, հա, ապրիլի 1-ին, ձևով նույն կերպ նշվում է, լավ, և այսպես, կա արդյոք հատուկ, այսպիսի ծրագիր կա արդյոք նկատի ունեն ամուսնությունները, այսինքն այլազգիների հետ ամուսնությունները արգելող ծրագիր կա արդյոք, թե ոչ, ասորիների։ Ես չի ասի, որ մենք ունենք այդպիսի ծրագրեր եւ համայնքում եւ կազմակերպությունում մեր հասարակական, բայց քանի որ մեր ազգը այսօրվա դրությամբ քիչ է, մենք չէինք ուզի, որ շատ մենք շուտ ձուլվեինք եւ նպատակահարմար են գտնում ասորիները առնեն ասորիներին։ Եվ այսօր մենք ունենք հյուրեր Պարսկաստանից, որ եկել են մեր ասորիները, միայն այն բանի համար, որ ստեղից մեր մոտից հարց տանեն Պարսկաստան, ասորի հարց։ Եվ այս մեր կապերից ելնելով, այս 2 տարիա, որ այդպիսի լավ կապեր ունենք արտասահմանի հետ, առավել ևս Իրանական Իսլամական Հանրապետության հետ, մենք արդեն մոտ 8 հարց ենք ճանապարհել արդեն։ Բայց չեք բերում, մենակ ճանապարհ։ Չէ, գիտեք, տղաներն են գալիս տղաներն են տեղեն, սենց հաջող ամուսնություններ են լինում։ Եվ անցյալ տարի, երբ որ մենք գնացել ենք խաղերի, մասնակցելու այդպիսի օլիմպիական խաղերին, այնտեղ ուրեմն մի գեղեցիկ այդպիսի հարսանիք արեցինք ասորական, քանի որ մենք մեր հետ մեր խմբում կար ուրեմն 2 զույգեր, որոնք որ ստեղ նշանված էին, բայց 6 ամսվա ընթացքում չէին կարող ամուսնանալ, քանի որ գիտենք մենք սոցիալական վիճակը ստեղ Հայաստանում մի քիչ հարսանիք անելը դժվար է, մեծ հարսանիք անելը, եւ մենք երբ որ գնացինք Իրան մասնակցելու այդ խաղերին, ես առաջարկեցի մեր հոգեվոր հայրերին, որ այնտեղի ուրեմն ասորական եկեղեցիում վինչանիա, պսակադրություն անեինք եւ դրանք հաճույքով դա արեցին, նույնիսկ մեր ընկերները, ղեկավարները ընդեղի համայնքի ինձ խնդրեցին միայն ասեմ ես հա, որ ընդեղ իրանց համար ուրեմն մի գեղեցիկ հարսանիք կազմակերպեն։ Ես ասեցի, մենք եկել ենք ոչ հարսանիք խաղերի ենք եկել, բայց դրանք ասեցին դուք ասեք միայն հա, մենք անենք մի գեղեցիկ ու իրոք մի գեղեցիկ հարսանիք ստացվավ, որին որ մասնակցում են տարբեր երկրների ջահելությունը, այդպիսի մի ոչ տրադիցիոն հարսանիք տարավ ու շատ գեղեցիկ։ Լավ, իսկ հարսանիքների ժամանակ կան արդյոք ինչ-որ օրենքներ, ասեմ, ավանդույթներ, որ պահպանում եք։ Մեր ասենք Չէի ասի, որ բոլոր ավանդույթներն ենք պահպանում, բայց частично сохраняются все традиции, պահպանում են։ Բայց ինչ, չկա, ասենք մի բան, որ մեզ անձամբ։ Օրինակ շորերի տեսակետը, այդ ծառի զարդարումը, հարսանիքին զարդարում, այս էպիզոդները կան։ Իսկ շորերը, հագուստը։ Ոչ բոլորը, բայց կան մարդիկ, որ ազգային շոր հագնում։ Ազգային տարազով, իսկ հարսնացու։ Հարսնացու չէ, կա։ Լավ։
Ահա, Փաստորեն արդեն ասվեց այս մասին, Արսեն Միխայելովը արդեն ասաց, մի քանի հարցեր կան միջայլոց ասորիները ըստ երևույթին ուզում են ձեզ գտնել, արդեն ասվեց նաև հեռախոսահամարը 51, չէ՞։ Այո։ Ահա, ասորական համայնքին եւ զանգահարել էր նաև Սոֆին, երկչուհի, եւ շնորհակալություն է հայտնում ասորական երգի համար հատուկ ձեզ։ Լավ, այստեղ նույն մի քիչ տարազի հետ կապված հարցեր են, երևի այս մասին արդեն խոսվեց, այդպես մանրամասն չեք կարող թե ներկայացնել ասորական տարազը։ Գիտեք, տարազի վերաբերյալ ուրեմն մենք ունենք եւ ազգային տարազներ, որոնք որ մեր խմբերը հիմնում են, բայց ցավոք այս տարազները եւ այս շորերը կարողացած են մի 25-30 տարի առաջ, դեռ սովետական միության ժամանակ, իսկ այսօր մենք չունենք այդպիսի հնարավորությունները, որ նոր տարազներ գործենք, կարել տանք խմբերի համար, բայց էսքիզները իհարկե մեր մոտ կան, հին մեր պատմական ասորական էսքիզներ են, լինելով մի փոքր հնարավորություն, որ ունենանք, ֆինանսական հնարավորություն, մենք անպայման այդ մեր ազգային տարազները պատվիրենք ու կունենանք։ Շատ լավ, այստեղ հարցը ունեք եկեղեցի, բնականաբար արդեն նաև տեսանյութում մեր ներկայացվեց, գործում է եկեղեցին եւ ուզում են մի քանի բառով ներկայացնել եկեղեցական տոները, կրոնական տոների մասին։ Ուրեմն մենք նշում ենք այսօրվա դրությամբ Հայաստանում 3 եկեղեցական տոներ, որոնք որ հիմնականում նշում ենք այդ գյուղերում, որտեղ կոմպակտ բնակվում են ասորիներ, եւ ամեն գյուղ ունի եկեղեցի, օրինակ Արզնիում Սուրբ Մարիամ Աստվածածինի եկեղեցին է, օգոստոսի 28-ին ենք նշում այդ տոնը, Դիմիտրովում Սուրբ Կիրակոսի ուրեմն եկեղեցին է, ուրեմն հուլիս ամսվա 28-ին ենք նշում այդ տոնը, իսկ վերին դվին գյուղում ունենք Մարեզ եկեղեցի, որի տոնը հունիսի 14-ն է նշում։ Այդ տոները մենք եկեղեցական շատ գեղեցիկ ձևով նշում ենք բոլոր մեր գյուղերում եւ մեր ժողովուրդը, բացի մեր ժողովրդից բոլոր մեր հյուրերը տարբեր քաղաքներից եւ գյուղերից գալիս այցելում են եւ մասնակցում են այդ տոներին մեր։ Տոներին, լավ։ Սա երևի էլի մի նշան է, չէ՞, բոլոր տոներին, այսինքն էլի մի նմանություն, որ տոները եւ շատ են եւ դառնում են բոլորինը։ Անմիջապես բացվում են, չէ՞, դռները, որևէ փակ դուռ, հա, չի լինում, որքան հասկանում եմ։ Այդպես պատմությունն է ասում։ Ես կարամ ուրեմն մի այդպիսի օրինակ բերեմ, քանի որ մենք Արզնիում նշում ենք այս եկեղեցական տոնը եւ ամսի 28-ն է օգոստոսի, բայց մինչև ամսի 28 մի շաբաթ առաջ ամեն երեկո երիտասարդությունը հավաքվում է գյուղի կենտրոնում, երաժշտություն, պարեր, երգեր, ազգային եւ այլն, եւ ուզում եմ նշել դա, որ մեր եղբայրները, որ եկել են Ադրբեջանից փախածները, հայ բնակչությունը, որ մեր հետ ապրում են այս շուրջ 13-14 տարի է, դրանք արդեն մեր հետ մեր ազգային պարերը շատ գեղեցիկ ձևով նշում են եւ պարում են եւ նույնիսկ գալիս երբ որ մոտիկանում են այդ տոների օրերը, գալիս հայ տղաներ ջահելությունը ուրեմն թույլատրություն է խնդրում ինձնից շուտ սկսել այդ երեկոները, որ սկսեն մարդիկ ուրախանալ եւ տոնել այդ գեղեցիկ տոն։ Շատ լավ, երևի իսկապես տոներով է, որ պիտի կարողանանք մի քիչ ավելի հեռու վանել, հա, սոցիալական վիճակը եւ այլն, այս ընդհանրապես այս օրերին ավելի շատ են, մարդկանց ավելի շատ են պետք տոներ։ Ահա, լավ, հեռուստադիտողների հարցերից կարծես հիմնականում ամեն ինչի մասին արդեն խոսվել է, սիրելի հեռուստադիտողներ, ուզում եմ չկրկնենք այն, ինչ մասին խոսեցինք, այստեղ մեկ-երկու հարց մնաց ընդամենը, քանի տառից է բաղկացած Այբուբենը ասորական
Այբուբեն ասորական ուրեմն բաղկացած է 22 տարից, բայց ունենք 7 հնչյուններ, որոնք որ տարերի վրա դրվում են և տարը փոխում է իր արտասանությունը և այսօր մենք շատ ակտիվորեն զբաղվում ենք մեր գիրգրականությունով, որ նշվեց քիչ առաջ։ Մենք այս տարի ուրեմն վերապատրաստել ենք մեր ուսուցիչներին, որոնք որ դասավանդում են գյուղերում, դպրոցներում, վերապատրաստել ենք վերափոխումների կենտրոնում մեր Երևանում և ստացել են դիպլոմներ, որ իրանք իրավունք ունեն դասավանդել ասորերեն լեզվով։ Շատ լավ, և այսպիսի մի հարց էլ, այսինքն առաջարկ հեռուստադիտողներն էլի առաջարկում էին հավանաբար, որոնք հեռուստադիտողները, ասորի հեռուստադիտողները ոչ այդպես կոմպակտ բնակեցված վայրերում առաջարկում էին այդպիսի ծրագիր չունեք արդյոք ստեղծել առանձին դասընթացներ Երևանում կամ որևէ կենտրոն, որտեղ հնարավոր լինի ասորերեն և լեզուն և գրականությունը ուսումնասիրել մշակույթը։ Իհարկե, մեծ հաճույքով մենք կարանք այդ ուրեմն դասընթացները կազմակերպել և Երևանում, եթե մեր ուրեմն բարեկամները մեզ դիմեն, մենք մեծ հաճույքով պատրաստ ենք կազմակերպել այդ դասընթացները և Երևան քաղաքում։ Քանի որ մենք 2-3 տարի առաջ Երևան քաղաքում այդպիսի դասընթացները կազմակերպել ենք։ Արդեն կազմակերպել, իսկ ինչու դադարեցրիք։ Չենք դադարեցրել, ուղղակի երբ որ չկա դիմորդներ, արդեն։ Շատ լավ։ Մենք հիմա ունենք ևս մեկ տեսանյութ, որը էլի ձեզ մոտ է նկարահանված, կարծում եմ գիտեք, շատ հետաքրքիր մի ընտանիքի պատմություն, որ երևի ներկայացնենք հեռուստադիտողներին, հետո կվերադառնանք։ Սեկտոր Պրոմեթևսի ուղիղ եթերում Աթուր հասարակական կազմակերպության ասորական համայնքի նախագահ Արսեն Միխայելովն է այսօր այստեղ մեր սրահում իմ և ձեր հյուրը։ Չնայած մեր ժամանակն արդեն սպառված է, բայց մենք անպայման պիտի դիտենք այս տեսանյութը, հետո կզրուցենք, կարծում եմ անպայման առանց երաժշտության բնականաբար մեր հյուրերին այսօր չենք թողնի այստեղից գնան, այնպես որ մնացեք մեզ հետ, քիչ հետո կամփոփենք նաև այս փոքրիկ խաղը, համեցեք։ Արզնի գյուղի շատ հարգված մի ընտանիքում ենք հյուրընկալվել։ Սանդրո հայրիկն ու Շուշան մայրիկը հայերին հատուկ սրտաբացությամբ ընդունեցին մեզ։ Ընդունեցին հայավարի, բայց ողջունեցին ասորերեն։ Շենը թիյթուն, ալայնան թիյթուն, մեղդիոխուն էրխե։ Բարև եկեք, մեր աչքի վրա ցեզ նման հույր մենք սիրում ենք։ Երևանում սովրել եմ, ստեղ եմ ծնել։ 3 տեղ, 4 տեղ էլ տուն ունենք, ուզում ես բոլոր հասցնել գիտեմ, Երևանում, հերս եղել է 5 կուսակցական, Մացակ Պապյանի ձեռքերի վրա ես ջուր լցրել եմ, մեր տուն վացել, հերս բերել է, ամեն ինչ էլ գիտեմ, հերս շատ ճարպիկ մարդ էր։ Աղացի Խանջանին որտեղ եք տեսել։ Աղացի Խանջան, են մենց ունիվերմակ սարքել էին, Սպանդարյան, ասենց Աբովյանը, ասենց էլ Սպանդարյանը։ Սպանդարյանի վրա մենք տուն ունենք, ապրում ենք, աղբերս ծնվավ Վանիկ ընդեղ, դուրս եկա տեսա Խանջյան կայնելա ունիվերմակի մոտ, սիպտակ բուլուս վրեն միջև փետնել ծերը, նայում է ունիվերմակին։ Հիշում եմ 35 թիվը, ամուսնությունից ինչ ասեմ, էցի բարեկամ ենք։ Հա, մամայիս քերու տղեն։ Դե որ ես այդքան ճարպիկ եմ, ամեն ինչ գիտեմ, իր աղբերը դասատու էր, ֆիզմատ էր, Կոլյա Նիկոլայ, ֆիզմատ էր, եկավ ինձի, ոտեր ինչքան սպտակա, էս ամեր տուն եկել է, ինչքան սիրուն ես, ինչքան թրանայ անում, տու միաս եկել են նայում է, ենի գնաց ես եկավ, ես եկավ դրանից էլ չմտավ նեկտես, իմերս ասում են, Սանդրո, Ալեքսանդր, Սանդրո, արի մտի, չէ որ քերուս տղեն ես, արի մտի, բայց չի իմանում, ինչի համար հաշիվ։ Հետո վիրգուն եկան թափան մեր տուն։ Եկան ընձել, սենց կցին հետևները տարան, առանց արցանի կարան ձեզ է։
մեզ չեք ասի, ասորական ինչ ճաշեր եք դուք պատրաստում տանը։ Ինչ որ հայեր են ցել ասորիներ։ Տարբերություն չկա։ Ոչ մի դու դոլմայա, լոբիա, սպասը, էսը մինակ մեր սպասը սպաս տարբերում է։ Ո՞նց է։ Մեր սպաս քալամ կլցնենք, կանոնցի կլցնենք, էսեն ինչ ասես։ Բայց ծեր մի քիչ տարբեր է, մինակ զավարու բան, մեր չէ, մեր կանոնցի լիք բդի լինի, քարաբուզա, գինձա, հետո քալամա, ինչ ասես, սող, ավելի շատ սող։ Դուք կնքված եք Շուշան։ Անպայման, առանց կնունք է, իմ տունը կնքվել են բոլոր, մինակ ես փոքր երեխան չի կնքվել, բոլոր տարել եմ քեղարդ, և քեղարդի տերտերին ասել եմ իմ երեխեք է դիր ջրի մեջ, լողացրու, ոչ թե ջուրարա, իրես է, ձերքեր չէ, իմ երեխեք բոլոր մտի կնքվեն։ Փոքր ժամանակի։ Հա, բոլոր կնքված է, իմ տունը կնքված, բոլոր, տնով տեղով։ Դուք եկեղեցի գնում եք։ Այս է եկեղեցել հայատուն եմ, իման մոմեր ես կպծնում էի դուք եկակ, առանց գեղեցիկ։ Սուրբ ունեք, հա, բակ։ Անպայման, երազով տեսել ենք, որ ես պատմեցի սկզբից քեզ նկարները Սուրբի ունեի տուն, գնացի թղթաբացի մոտ, Աբովյան Հայկուշի մոտ, ասի Հայկուշ ջան, ասի ես ունեմ Սուրբի նկարներ ուզում եմ տանեմ ուրիշտեղ, ասեց ոչ, քո հայատում պետք է Սուրբ լինի, հիմա օղորմի քանցալները, օղորմեն իմ տղեն, իմ Սուրբ են աշխարհի, հեն հայատում, մենք իրագի գունել, կիրակի ցերեկել, վարում ենք միշտ Սուրբ, ով օրել ուզում է գալիս են վարում են մո, հա մենք Սուրբ ունենք։ Իսկ աղոտ գիտեք ասորերեն։ Ոնց գիտենք, Հա։ բավանդը։ 9 զավակ եւ 23 թոռ ունեն Շուշան մայրիկն ու հայրիկ Սանդրոն։ Զավակներից 3-ը հիմա Ռուսաստանում են ապրում, բայց Շուշան մայրիկը դեմ է գյուղից հեռանալուն։ Ես ուզում եմ համաձայն ասիցի տղեն, տունը ծախի գնանք, պարավ չհամաձայնվեց, ասեց ստեղ մերնեմ հետո գնացեք դուք, հիմա մենք էտենցել մնացինք ստեղ։ Ինչ ուզեցիք Շուշան։ Ինչու, ինչ, ձեզ նմաներ ապրում են ստեղ մենք չաբրեն, ոնց որ հայերը սենց են, վсё, կնեցվիկ։ Հիմա ձեր տանը հարսներ կան, չէ՞։ Այո։ Հարսները ասորիներ են բոլորը։ Բոլորներ ասորն է, 4 հարց ունեմ, 4-ն էլ ասոր։ 4 ասորն է։ Հա, բայց հենց ապրում եք ուրիշ ազգություններ էլ գյուղում կան, խառը ամուսնություններ չեն լինում։ Բայց չի լինում, Մենք աղջիկ տվել ենք հային, հայից էլ բերել ենք աղջիկ, էտենց տալիս ենք մենք, աղջիկը տալիս ենք, աղջիկ էլ բերում ենք։ մի հաց ենք ուտում, մի ջուր ենք խմում, մի կնունք, էլ ինչ տարբերություն, ինչ լեզու, հեչ, իմ հարցերը, Աստված քու խաթր պահի, Աստված իրանց խաթր պահի, լավ էլ եղել են, բազամել են, տները ծարգել են, դրել են, մեկ եսան, նոր դուրս են եկի, հա, մի հարցը Ռուսաստանը, երկուսը մեկը նրան կինա, մեկը նրան մերնա, մեկ էլ իմ մոտ, մեր մեջ է, Են փոքրել մեզ մոտ։ եթե ես շատ երկար է եղեն, կաջացրել, հասկանում եմ, մենակ ես աշխատի, բալա, ամեն ինչ էլ իրա տեղուտ, բայց ոբշե լավ են գյոլա գնաց, լսել են ինձի, դուս խոսան, լսել են ինձի, ամեն ինչ ես եմ կարկադրել։ Իրենց զավակներին աշխատասեր ու ազնիվ են դաստիարակել Շուշան մայրիկն ու ամուսինը։ Ամեն կիրակնամուտ քնելուց առաջ Սանդրո հայրիկը աղոթք է կարդում, որ հաջողությունն ու խաղաղությունը այս տան կողքով էլ անցնեն։ Շուշան մայրիկը մոմեր է վարում իր հեռու ու մոտ զավակների ու թոռների համար։ Աստծուց միայն առողջություն խնդրում նրանց համար։ Աթուր ասորական համայնքի պաստորեն երկպար և երաժշտախումբ և պարի խումբ շատ լավ իսկ այս պահին այստեղ մեր սրահում իմ և ձեր հյուրը Աթուր ասորական համայնքի նախագահ Արսեն Միխայելովն է և նորից մեկ երկու հարց
հեռուստադիտողների կողմից նախ ուրեմն ասեմ, որ առաջարկ կա հունական Պոնտի համայնքը դեկտեմբերի 29-ին հրավիրում է ձեզ 132 դպրոցում միասին նշելու հետաքրքիր մի միջոցառում Քրիստոսի ծնունդը, այսպես ուրեմն 132 դպրոցում եւ այսպիսի մի հարց, ինչու են ազգանունները ռուսական, ասորական ազգանուններն ինչպես են եղել։ Գիտեք, ես սկզբից դա պետք է մի քիչ ուրեմն պատմությունից գայինք, ինչպես են ասորիները հայտնվել ուրեմն Հայաստանում։ Դա գալիս է այն բանից, որ 1926-28 թվականներին ռուս-պարսկական պատերազմից հետո այն ասորիները, որոնք որ ակտիվ մասնակցում են ռուսական զորքերի կողմից եւ հայերը ռուսական զորքերի կողմից, ուրեմն դրանց երբ որ զորքը հետ քաշեցին, ասորիների խնդրանքով ակտիվ մասնակցողներին ռուսական թագավորը թույլ տվեց 100 ընտանիքներին մուտք գործել Ռուսաստանի կայսրության Անդրկովկասի տարածքում։ Լինելով ուրեմն մտերիմ հայ ազգի հետ, ասորիները նախընտրեցին Հայաստանը եւ բնակվեցին ուրեմն Հարատի մարզի Վերին Դվին գյուղում, Դիմիտրով գյուղում, Կոտայքի մարզի Արզնի գյուղում եւ Օկտեմբերյանի մարզի Նոր Արտագերս գյուղում եւ մինչ առայսօր ապրում եւ գործում են։ Այսինքն այստեղից է եկել ավելի ռուսական լինել ազգանունները։ Ուրեմն այդ խնդրանքից հետո ռուսական ուրեմն իշխանությունները այդպիսի մի ուլտիմատում, ասենք, դրեցին, ասեցին կընդունեք մեր պոդանստվան, մեր երկրի